Մարդու մեջ իր ներդաշնախառ վիճակում պիտի լույս ունի, բայց իր ներսի գույները փոխվում է։ Որ տեսնի, այսօր ես կարող եմ բոլորին ասել, ձեր աչքերը փակեք, հիմա երբ որ մեզ նայում են ու կտեսնեք ինչ գույներ, մուգ սև, ուրիշ գույներ կտեսնեք, կարմիր, մուգ կապույտ, կանաչ, այս բոլորը արդեն շերտված են։ Այդտեղ լույս է պետք։ Որ գույնն է, որ նորմալ է։ Նորմալում պիտի լինի բաց երկնագույն, բաց դեղին, նարնջագույն։ Մեր մեղքերը սրտի մեջ են։ Սիրտը երբ որ քարանում չարանում, բարիշ է, մենք ասում ենք, չէ, սիրտը քարացավ, չէ, արդյոք չի գա։ Պայթ է, չէ։ Այս բոլորը այդ արտահայտությունները այնպես չէ, բարի սիրտ, չար սիրտ։ Սա իրական ռեալ է։ Հոգին ունի զորություններ։ Որն է միտքը, ցանկություն եւ կամք։ Օգնությունն է, որ քեզ հուշում է, որ մի հատ կյանքիդ նայես, որտեղ մավանից առաջ էլ ամբողջ կյանքդ գալիս։ Ողջույն, չկա մի արարած երկրագնդի վրա, որը լինի ավելորդ կամ սխալ ստեղծված։ Բոլորը ունեն իրենց նշանակությունն ու տեղը, հատկապես մարդ արարած։ Այլ հարց է, որ մարդը իր կյանքի ընթացքում չի կարողանում գտնել իր տեղը, հասկանալ իր նշանակությունը։ Ինչպես հասկանալ, արդյոք դու քո տեղում ես եւ արդյոք դու զբաղվում ես նրանով, ինչի համար որ ստեղծված ես։ Այսօր այս մասին ենք խոսելու Նարեկապուժ Արմեն Ներսիսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Ես միշտ ուրախ եմ այցելել ձեզ մոտ, որովհետև դուք շատ խորիմաստ հարցեր եք պատրաստում, որը ի հայտ անում թաքնված, չերևացող շատ խնդիրներ։ Դա ամեն լրագրողին չի հաջողվում։ Շնորհակալ եմ, պարոն Ներսիսյան։ Դուք այն հյուրերից եք, ում հետ իսկապես կարելի է անսպառ զրուցել, եւ այսօրվա թեմայի շուրջ մենք արդեն նախապես որոշակի զրույց ունեցել ենք։ Կուզենայի, որ նաեւ այդ զրույցին հիմա արդեն ներկա լինեն նաեւ մեր հետևորդները, մեզ դիտողները, ինչպես մարդ հասկանա, որ իսկապես նա այնտեղում է, որը որ հենց իրենն է։ Նախ արդեն, որ մարդ այս աշխարհ է գալիս, շատ կարևոր է, որ նա հիշի ինքը պատահականություն չէ, այլ Աստծու ստեղծած պատկերով արարած, այսինքն բանական, զգայուն, ունի գիտակցություն, եւ որպեսզի կյանքում շատ բան հասկանա, այդ դուք այդ հասկանալը շատ լավ շեշտեցիք, որովհետեւ մենք շատ անգամ հասկանալը խառնում ենք մտածելու, մտածել հասկանալը տարբեր կատեգորիա են, որ ինքը խնդիր ունի, մարդը ճիշտ է ծնվում է, բայց մենք մոռանում ենք, որ լավ բացի ծնվելուց պիտի մենք մարդ դառնանք, դա process է։ Կենդանին ծնվում է նա իր բնազդներով արդեն ամեն ինչ կա, բայց մենք պիտի դառնանք, որպեսզի ներդաշնակ լինի եւ դու կարողանաս լինես խաղաղ, հանգիստ, դու պիտի ընդունես այն ծրագիրը, որի համար դու ստեղծված ես։ Այսինքն դու ստեղծված ես բարու եւ ճշտի համար։ Քո ամբողջ գործունեությունը, մտածելակերպը, վարվելակերպը, չէ, խորհուրդները, խոհերը պիտի լինեն բարու եւ ճշտի մեջ։ Այդ ժամանակ դու ինքդ քո հետ խաղաղ ու հանգիստ ես, հաշտ ես։ Երբ որ խախտվում ես ամեն ինչ, այստեղից են գալիս բոլոր խնդիրները, հարցադրումները, որ մարդը սկսում է մտածել եւ ինչուները։ Բայց այդ ինչուների լուծումը կա։ Այսինքն մեր խնդիրն է, որ մեր մարդ դառնալու այդ process-ի մեջ ինչ ձեռք բերենք։ Առաջինը խոնարհություն, արիություն, ողջամտություն, աստվածային արդարություն, հավատ, լույս եւ վերջում այս բոլորի հիման վրա այդ սերը, որտեւ եթե մենք ձեռք չենք բերում, նախ անհաշտ ես ինքդ քո հետ եւ ուրիշը։ Ինչ ասել է թե մարդ դառնալու ճանապարհ, մարդ ինքը սխալական է։ Հապած է մեղքեր գործելու, սխալ լինելու, ընդհանուր մինչև այդ պահին նա սխալ է գործում, մեղք է գործում, չի գիտակցում։ Ինչ է նշանակում մարդ դառնալ կյանքի ընթացքում։ Մարդ դառնալը հենց դա է, որ մենք շատ անգամ ասում ենք, ես տենց էլ մարդ չդառավ, չէ՞, ոստեղից է գալի, ինքը չդառավ։ Այսինքն իր բարոյական
հոգևոր արժեքները նախ ձեռք չբերեց եւ չպահեց։ Դու ձեռք էլ բերում ես, միևնույնն է, չես կարա չպահես, շեղվում ես, բայց այդ հնարավորությունը դու ունես, որովհետեւ դա է պետք է ներսից խաղաղ հանգիստ լինելու եւ քո նմանի շփվելու համար, այդ մարդ լինելը դրա համար է։ Այսինքն այս ամեն ինչը խոսում ենք, հենց այս ծրագիրը Քրիստոսը բերեց, այդ կանոններն ու օրենքները։ Տեսեք, մենք ուղղակի շատ անգամ Աստծո գիտությունը ճիշտ չենք ընկալում, հասկանում, չէ՞, այնտեղ կանոններ ա գրած։ Վարվիր այնպես, ինչպես կուզենաս քո հետ վարվել։ Հիմա եթե ես այս կանոնը խախտեցի, հարցեր ա լինում։ Մարկա իր գերանը չի տեսնում, ուրիշի ծեղն ա տեսնում։ Չէ՞։ Որտեղ ցավը նրանում է, որ այո, մեղքերի տակ ինքնաճանաչումը, այդ զգացողությունը կորում է։ Դու քեզ համարում ես ճիշտ եւ շփվում ես քեզ որպես ճշտի առանց բոլորին համեմատում ես քո հետ։ Այսինքն չես տեսնում քո գերանը գրածը, չէ՞, դու կարդում ես, բայց դու ասում ես սա ինչի վերաբերվում։ Մենք շատ պարզ ասում ենք, չէ՞, արտահայտություն, մարդուն ինչ լինում է, իր խելքից է լինում։ Բայց ցավոք մեր խելքը մենք չենք զգում տեսնում, որտեղ է շեղումը։ Եթե ես չեմ զգում տեսնում, ինչը կարգավորեմ, ինչի վրա աշխատեմ։ Դա բոլորը մենք զգում տեսնում են, երբ որ ունենում ենք հիվանդություններ, երբ որ ունենում ենք միջանձնային խնդիրներ, այստեղ է, որ անպայման պիտի հարցադրես. ինչ եղավ, ինչու եղավ, ինչու ես հասա նրան, չէ՞ որ իմ մոտ սա չկար։ Ուրեմն ինչ է նշանակում։ Խախտել եմ, ինչն եմ խախտել, կանոններն ու օրենքները։ Հիմա սա հասկանալու համար, ինչպես Աստվածաշնչում, Նարեկում, այլաբանություն կա, պատկերացրեք, մենք մեքենաներ ենք, չէ՞, վարում ենք։ Եթե մենք չենթարկվենք երթևեկության կանոններին, ինչ է լինում։ Քաոս։ Քաոս, վնասում եմ ինձ ու դիմացին, ինչ է։ Վտանգ։ Հիմա ես չեմ ենթարկում, ինչու, որտեվ ես համարում եմ, ես կարող եմ կարմիր լույսի տակով անցնել, ես հարբած կարող եմ լուծել, չէ՞։ Այսպես մենք որ տեսնում ենք մեր առօրյայում ոնց է լինում, չէ՞։ Ամեն մեկ այսպես չի ընդունում, որ դիմացին իր նման մեքենա է վարում, անանայում է, չէ, որ իր մեքենայի բարձրությունը, գույնը եւ ուրիշ է, չէ, ինքը դա է։ Ցավոք չէ, խափնված։ Բայց մենք նույն մարդն ենք, որ նույն սնունդն է մեզ պետք։ Խախտելով է առաջանում խնդիրը, չէ, ինչքան եթե նայենք նույնիսկ ստատիստիկորեն, չէ, տարիների մեջ վիճաբանություն ծերծկրտուկ եւ նույնիսկ պանության հասնում է, երբ որ այդպես սկսում են վիճաբանել, թե ով է ճիշտը։ Ստացվում է մարդ ունենում է հիվանդություններ, ինչ-որ խնդիրներ, եթե ոչ վաղ անցյալում սխալվել է եւ ռետրոսպեկտիվ հայացքով պիտի նայի իր արարքներին, ապրած կյանքին, հասկանալու համար սայթակումը, վրիպումը ուղի, որպիսի ապաքինվի եւ այլևս իր կյանքը ավելի հարթ ու երջանիկ դառնա։ Այո, այդ ժամանակ պիտի դրա համար պետք չի խնդրից խուսափել, նա պիտի լինի, դու պիտի սխալվես, սխալը աճի զարգացման է տալու հոգևոր։ Երբ որ նայես այս տեսանկյունից, բայց եթե դու քո հիվանդությունը նայում ես որպես բժշկական դիագնոզ, դու դրա տակից դուրս չես գա։ Կա հիվանդություն, որը այս ճանապարհով բուժելի չէ, թե եթե մարդ ի վիճակի եղավ գիտակցելու, զղջալու եւ ուղղելու, ապա անբուժելի հիվանդություններ չկան։ Կան անբուժելի հիվանդներ։ Եթե հիվանդը անբուժելի է, այսինքն որ հիվանդը, որ չի փնտրում, չի զննում իր ներսը, չէ՞, բնականաբար անբուժելի հիվանդ է։ Եթե նա փնտրում է, զննում է, ցանկանում է, հավատում է, այո, չկան, որովհետև ես հիմա կարող եմ դες դիագնոզների շարք բերել որպես բժիշկ, ցրված սկլերոզ, շիզոֆրենիա, ոչ սպეციფიկ խոցային կոլիտ, կարող եմ շարքնել Ալցգեյմեր եւ այլն։ Այս բոլորի հիմքում ընկած է, որ դու լրիվ քո սկզբնաղբյուրից շեղվել ես շատ խորը եւ դրա համար քո ունակությունները, կարողությունները թուլանում են եւ կորում։ Բայց երբ որ դու նորից հարցադրումով գալիս ես ու դիմում ես այն հնարավորությունը, որ դու ունես որպես քրիստոնյա, հավատում ես այդ բժշկությանը, ապաքինվում ես, այսինքն այստեղ խնդիրն ինչն է, որ ամբողջ այդ պատկերը սուտն ու չարն է արել։
Անցյալը վերարևորելու եւ վրիպակը, այսպես ասեմ, գտնելու համար յուրաքանչյուր մարդ ի վիճակի է սա անել ինքնուրույն, դա ո՞րն է դեպի դա ճանապարհը, աղոթքն է, մասնագետն է, հոգեբանն է, դուք եք, մարդը ինքնուրույն վերը արժևորելու եւ իր վրիպումը գտնելու ունակություն ունի թե ոչ։ Ունակություն ունի, բայց նա շատ անգամ երբ որ չունի ինֆորմացիա եւ չի փնտրում, դա Աստված ճանաչելն է։ Այսինքն ճշմարտությունը ճանաչելն է։ Մենակ դժվար է, բայց հնարավոր է, այսինքն կարևորը չէ այդպես, ինչպես Աստվածաշունչը, փնտրեցեք կգտնեք, թակեցեք, երբ որ դու փնտրում ես հնարավորությունը կա, այո, որտեվ դու մարդ արած ես բանական, չէ՞։ Քո էությունը բանական է եւ հասկացողական, դու պետք է մտածես ինչու սա է, ինչու ես հիվանդացա։ Այդ հարցը բոլոր հիվանդների մեջ կա, ասենք չարժակ փորձ, չէ, ես պետք է չհիվանդա, ինչու ես հիվանդացա, բայց ցավոք աշխարհի որևէ կետում որևէ չի բացատրում ինչու դու հիվանդացար։ Ֆրազաներ է ստերեոտիպ, դա այո, օդը, ջուրը, ստրեսները ոչ, որտեղ դու այդ կանոնն ես խախտել։ Եվ դու հնարավորություն ես, եթե հավատաս, այս ճանապարհով այո մենակ խոսքով կարող ես լավանալ, դա հնարավոր է եւ բարդ է, որտեվ այդ խնդիրը մենք ունենք։ Մենք այս աշխարհ գալիս ենք առաջինը, որպեսզի չարն ու բարին ճանաչենք եւ ընտրենք, ազատ ընտրություն է տված։ Մենք մեր գործով պիտի զբաղվենք, այո, ունենանք, չէ, նյութական ինչ-որ բարելավենք, բայց սա կարևոր խնդիր է։ Պարոն Ներսեսյան, վերցնենք հիվանդություններ, որոնք մի քանի սերնդով գենետիկորեն մարդուն փոխանցում են, դա սրտանոթային հիվանդություններն են, արյան բարձր ճնշումն է, չարարակ ուռուցքն է, շաքարախտն է եւ այլն։ Երկկողմանի մարդը այս հակվածությունը գեներում իր ունի։ Արդյոք հնարավոր է չհիվանդանա սրանով։ Դարեր ի վեր, որքանով ինքը իր նախկիններին ճանաչում է, անպայման այս հիվանդությունները ինչ որ մի տարիքում անպայման դրսևորվել են։ Արդյոք այս մարդը կարող է դրանով չհիվանդանալ։ Այո, հնարավոր է, որտեվ գենետիկ շեղումները, մեր էությունը, որ մենք փոխում ենք, չէ, դա կապված է մեր հետ, մեր չարության հետ։ Չարության էներգետիկան կարող է առաջացնել մուտացիաներ, գենը փոխել։ Ախր սա նոր բաներ չի, ես որ ասում եմ, չթվա, ես ինչ որ խելոք բաներ եմ ասում, այս բոլորը հետազոտությունները կան։ Ինչպես ասենք, հա, այսպես ստրեսը ազդում է, չէ, ստրեսը չի ազդում, քո մտածելակերպը, քո ատելությունը, չարությունը, որտեվ քո էության համար դա օտար ազդակ է։ Հա, ինչպես շատ պարզ ձևով ասենք, չէ, հիմա ասենք, տեսեք, եթե այստեղ էս լուսավոր սենյակում հոսանքի ուժը, չէ, բարձրացավ, ամբողջը կվնասվեն, չէ, այս ապարատուրը։ Այդպես մենք վնասում ենք, բայց ունենք հնարավորություն վերականգնվելու։ Ինչ կեր։ Հնարավորությունը, եթե ես ասում եմ իմ էությունը նախ ճանաչել, մենք սայերի բաց թողեցինք, չէ, որտեվ մենք մարդ ենք բուժում, բայց նրա ծագումը որտեղից է, օտար է, որտեղից է եկել։ Երբ որ մենք ընդունում ենք, չէ, շատ պարզ ինչ որ գիտության մեջ տեսություն կա, հա, ընդունենք տեսությունը մարդ աստվածային պատկեր։ Երբ որ դու ընդունում ես այս ճանապարհը, դու այդ հնարավորությունը ունես։ Ինչպես Նարեկն ասում է, ով Տեր, փրկության եւ ողորմության, քավության եւ նորոգության։ Այդ խախտումը քավումը ոնց են սարքը նորոգում։ Բժշկության եւ առողջության, լուսավորության եւ կենթանության, հարության եւ անմահության։ Այս բժշկության մեջ գիտեք ինչ է։ Մենք պիտի նախնական այսպես աքսիոմաներ ունենանք, չէ, դրանով շարժվենք։ Նախ այդ լուսավորությունը, որ ասում եք, տեսեք, այս ինչ լույս է, չէ։ Մարդու մեջ իր ներդաշնախառ վիճակում պիտի լույս ունի, բայց իր ներսի գույները փոխվում է։ Որ տեսնի, այսօր ես կարող եմ բոլորին ասել, ձեր աչքերը փակեք, հիմա երբ որ մեզ նայում են ու կտեսնեք ինչ գույներ, մուգ սև, ուրիշ գույներ կտեսնեք, կարմիր, մուգ կապույտ, կանաչ, այս բոլորը արդեն շերտված են։ Այդտեղ լույս է։ Որ գույնն է, որ նորմալ է։ Նորմալում պիտի լինի բաց երկնագույն, բաց դեղին, նարնջագույն, սրանք այդ նորմալ գույներն են։ Բայց հիմա որ նայեք, տեսեք, անալիզը այս բժշկության մեջ այդպես է գնում։
Երբ որ դու լույսն ես ստանում, լույսի տակ այդ լույսերը տարալուծվում են։ Պարոն Ներսիսյան, եւ ձեզ մոտ պացիենտ է գալիս, առաջարկում եք նրան փակել աչքերը եւ ասել, թե ինչ գույն տեսավ։ Կախված նրանից, թե նա ինչ գույն կտեսնի, դա ձեզ ինչ ինֆորմացիա է Շատ տալիս։ ինֆորմացիա է տալիս, եւ այդ գույները մենակ ասենք իր ամբողջ մարմնի մեջ է։ Օրինակ կարմիր տեսավ։ Օրինակ կարմիր տեսավ, կարմիր նման է, որ շատ մտածմունքներ ունի։ Գիշեր ցերեկ ինչ որ հարցի շուրջը նա մտածում է։ Չէ՞։ Ոնց են էլ այսօրվա պայմաններ, հոգսերը շատ են մտածում, բայց իր էությունը դրանից փոխվում է։ Առաջանում է այդ գույնը, երբ որ նա արդեն դիմում է, չէ, հավատի նարեկի աղոթքներին, եւ մեղքերը ասենք տեսնում զղջում, այդ գույնը վերանում է։ Բայց բոլորը ցավոք իրականություն է, ասենք դժվար է հավատալ, հա, այստեղ նաև ավելացնենք Գորասի աքսիոմանները, չէ, որ հոգևոր խորհրդային կյանքի կիզակետը հոգևոր մարմնական սիրտն ու միտքն է, որով լուսավորում է մեր հոգին ու մարմինը։ Տեսեք, այստեղ բժշկության մեջ սիրտը պոմպ է, արյուն է մախում։ Այստեղ չէ, սրտից է, կարևոր օրգան է, չէ, մենք գիտենք այդ ամեն ինչը։ Մեր մեղքերը սրտի մեջ են։ Սիրտը երբ որ քարանում չարանում է բարի, չէ, մենք ասում ենք, չէ, սիրտը քարացավ, չէ, արդյունք չի գա։ Պայթ է, չէ։ Այս բոլորը այդ արտահայտությունները այնպես չէ, բարի սիրտ, չար սիրտ։ Սա իրական ռեալ է։ Որտեվ քարացած սիրտը, ասենք, չէ, ասենք այսօր տագնապային խանգարումներ տարածված, հա, բժշկությունը հետևանքն է բուժում, բայց այդ տագնապը մեր հոգու սրտի մեղքերն են։ Դու ունես ազատվելու հնարավորություն։ Պարոն Ներսիսյան, այդ կարմիր գույնը ինչը նշանակում է շատ մտքեր, մտածմունքներ, հոգսեր, այսօր բոլորը ունեն հոգսեր, անձնական կամ տարածաշրջանային, պայմանավորվածի, բոլորս ունենք հոգսեր։ Նույնիսկ եթե իր անձնական կյանքում կատարյալ երջանիկ է, միևնույնն է, այսօր այնպիսին է իրականությունը, որ մտահոգված չլինել չես կարող։ Ճանապարհը դրանից ազատվելու վստահես քո վաղվա օրը Աստծուն։ Այո, որտեվ դա իրականություն է, մեկ է քո մտածելով չի։ Դու մտածում ես, բայց դա սուտն է։ Որտեվ այդպես չի լինելու, երբ որ դու ապավին ես, ընդունում ես այդ իրականությունը, զղջում ես, ներում ես, այն ներելու խնդիրը մեր ազգի մեջ շատ բարդ է, շատ ծանր է։ Որտեվ էլի իրենք ասում են Աստծուն հավատում ենք, բայց ներելով դու ազատագրվում ես, հա, այդպես նեգատիվ էներգետիկա ասենք, ավելի հասկանալի որ լինի ինչու՞մն է բանը։ Հանդուրժելը։ Մենք ատում ենք իր սերը չկա։ Սա շատ կարևոր է հատկապես երիտասարդ ծնողների համար իրենց երեխաների հոգեկան առողջությունը պահպանելու գործում։ Երեխաները շատ զգայուն են նեգատիվ էներգետիկայի հանդեպ։ Թե դրական, թե բացասական։ Եվ դրա համար այսօր տարածված են խոսքի զարգացման հապաղումները։ Այդ պատահական չի, չէ՞, շատացել են։ Ես չեմ ասում աուտիզմը, որ նույն դաշտից է, որը նույնպես չէ, տարօրինակ մենք միշտ ասում ենք բուժելի է, պիտի մամային օգնենք, որ մամայի մեջ կյանքը գա, կենթանությունը գա։ Որտեվ տեսեք դիագնոզներ ասենք, չէ՞, տարբեր, անբուժելի, չգիտեմ, դրա հիմքում ընկած է կյանքի կորուստը։ Այդ զգացու Իվանդը ասում է մթնած եմ, դատարկված եմ, բայց մտնած դատարկվածին ինչ ապրել, լցնել եւ լույս։ Պարոն Ներսիսյան, ասացիք, որ ներման մասին խոսեցիք, ինչ է նշանակում ներել։ Յուրաքանչյուրս ներման մի պատկերացում ունենք։ Իմ պարագայում օրինակը ինձ վրա բերեմ, ես կարող եմ ներել, բայց այլևս չի նշանակում, որ հարաբերությունները նույն կերպ պիտի վերականգնեմ։ Այդ հարաբերությունները այլևս դադարում են ինձ համար հետաքրքիր ու կարևոր լինել։ Ներում եմ, բաց եմ թողում այդ մարդուն։ Բայց այլևս Կարող է շփվել։ այո, արդյոք սա ներման եղանակ է, որտեվ կա կարծիք, որ եթե մարդ ներում է, ուրեմն պիտի նույնությամբ շարունակի վերաբերել։ Մարդը ազատ կամք ունի, ու սխալվել ես, ներելու դժվարությունը ի՞նչն է, ես որ ներում եմ, իմ մեղքն է ներվում։ Սա է որ մարդիկ չգիտեն, չեմ ասում եմ նովա որ։ Այսինքն դու քոնն ես ջնջում, որովհետև մենք նույնն ենք, մեր մեջ տարբերություն չկա։ Իսկ Նարեկը ավելի ասում է, զիս խացնողներին մի սատկացրու,
ինձ էլ իրան բարեփոխի, որտեվ ես էլ ձեր նման մեղավոր եմ, այս հարցում սխալ էի, բայց ուրիշ հարցում դուք եք սխալ եղել ուրիշի կամ հենց ձեր հանդեպ։ Եթե դու քո հոգին, միտքը, սիրտը գցել ես մեղքերի տակ, դու ավելի ծանր բաներ ես արել, քան ինչ-որ մեկը, ինչ-որ խոսել է, ասել է, բամբասել է։ Առաջինը այստեղ ամենածանր ցավագին տաներ կամ նույն ձևի շատ տարածված է, մարդ իրան չի ներում իր սխալի համար։ Լավ մենք ասենք ուրիշ, դա գոռոզությունից է։ Ոնց ես արեցի, բայց ոչ մի հիմք դու չունես։ Այստեղ ես երկու բառով հասկանալի որ ասում եմ, այլաբանորեն ասում եմ, դա նշան է ոնց որ դու ասես, ես իմ մեքենան երբեք հնարավոր չի որ վթարի մեջ լինի։ Բայց դու ինչ հիմք ունես։ Իմ էությունը սխալի հակված է մեղքի, ես չեմ կարող։ Դրա համար ինձ էլ պիտի, հա, չկարացա, սխալվեցի, ճանաչեցի, ազատվեմ։ Պարոն Ներսիսյան, վերադառնամ մեր զրույցի ամենաառաջին հարցադրմանը, ինչպես մարդ հասկանա, որ նա ճիշտ ուղու վրա է եւ վաղը հենց նրանով ինչի համագործ ստեղծված է, կամ հապարակ ինչպես հասկանա, որ նա շեղվեց։ Դուք ասացիք, որ երբ մարդ շեղվում է, ձեռք է բերում խնդիրներ եւ ամուսնություններ։ Ինչպես մարդ հասկանա, որն է իր տեղը կյանքում։ Այդ բոլորը մարդիկ իրանք ասում են, այսինքն հիվանդը շատ անգամ ասում է, ես հավատում եի, բայց հիմա զգում եմ, որ չեմ կարող աղոթեմ, մի բան հետո սեն չի։ Այսինքն հասկանալու համար, եթե քո էությունը, չէ, աստվածակերպը, քո միտքը, չէ, ասեցինք, տեսեք, միտ, սիրտ, հոգի, միտքդ պիտի ուղղված լինի Աստծուն։ Հոգին ունի զորություններ, որն է միտքը, ցանկություն եւ կամք։ Եթե իմ միտքը ուղղում է Աստծուն, ես ցանկանում եմ իրեն։ Եվ որ ես ցանկանում եմ իրեն, իմ կամքով ինչ եմ անում, մարմինս ենթարկում եմ այդ օրենքներին։ Այդ ժամանակ հեշտ է լինում։ Իսկ եթե իմ միտքը ինքնիշխան, անձնիշխան, լրիվ իմ եսի տակ է, այստեղ արդեն գոռոզության, ես էս եմ, ես կարամ, ես եմ ուզում։ Այստեղ արդեն ընկնում ես կրքերի հետևից, ու ինչ է տեղի ունենում, հոգու մարմնի փոխհարաբերությունը խախտվում է։ Խախտվեց, առաջանալու են ներքին դիսկոմֆորտ, չէ, հիպոխոնդրիա, որ վատ է, մեկը բժշկելի վատ է։ Մարմինը կատի չի ենթարկվում քեզ։ Ինչպես նարեկը դեսեք ոնց է ասում։ Հոգիս ու մարմինս թեև հարազատ, սակայն անհայր թշնամ։ Դեք էստեղ աուտոիմուն պրոցեսն է, որ իրար չին ճանաչի, չէ, ամուսիններն սկզբից գնում են եկեղեցի հավ, սիրարված, հետո անհաշտ որ չեն, ստացվում է, որ չեն ճանաչել, չէ, օտարացել։ Իսկ ինչից ենք օտարանում, մեծ սկզբապյուրից, ինչից, հանդուրժենուց, ներեդուց, խոսխալը թունելուց, եթե սա չի աշխատում, ոչ մի ներդաշվար տարաբետմու չի իրել։ Պարոն Ներսիսյան, մեր զրույցում ասացիք, մարդը պիտի լսի իր սրտին։ Այո։ Լսի, որտեվ սրտի մեջ է մեր ցանկությունը, մեր մղումը։ Սրտից է գալի, նարեկը ինչու ասում, սրտի խորերեն խոսք առ Աստված։ Դրա համար այստեղ ասեցի հոգեմարմնական սիրտը, ոչ թե բժշկության մեջ այդ պոմպը արյունն է մղում։ Սրտի մեջ է։ Սիրտդ պետք է մաքրվի, ազատվի այդ աղթերից, որ շատ հիվանդություն անցնի, չէ, տարօրինակ է, որ ասենք էպիլեպտիկ հիվանդին սիրտն է զբուժում, որտեվ սրտից է գալի։ Իսկ եթե սրտի ցանկությունը մեղք է, արգելված մի բան, դե արդեն դրա համար առողջ չես լինի։ Այսօր ինչի է սրտային հիվանդությունները տածած ստենդավորվում են բոլորս։ Այդ արգելվածից դու արա ազատ, բայց մեկը վերջում լավ չես զգալու, որտեվ քո էությունը ձևափոխվում է։ Եվ պիտի անես, որ լավ ճանաչես, որտեվ եթե մարդը խնդիր պրոբլեմ չունի, ինքը այս ինչը մենք խոսում ենք, դրան չի գալիս, որ իրան պետք է սնունդը։ Եթե մենք միայն մարմին ենք նայում, չէ, մարմնին ուտում, խմում, հագցնում, սիրում, ամեն ինչը, բայց մեր էությունը այդ չի, չէ։ Այստեղից է այդ կյանք կենթանությունը կորում, որ մարդը ասում է, հա, ապրում եմ, ամեն ինչ էլ ունեմ, բայց ասում է, մեր այդպես բարով էլ ասում են, այս մեռած եմ, չկամ ասում է։ Կամ շատ անգամ տեսեք ինքը ագահություն ունի, որ ուտում է, բայց երբ որ մի թեթև ես ասում եմ, տես հոգևոր սնունդը նոր հասկանում է, որ ինքը հոգևոր սնունդի պահանջ ուներ, բայց դա բավարարում լավ էր զգում, որ գրամոլության ագահության մեջ։ Կամ էլ հաճախ շատ տարածված
կպչուն շարժումները ձեռքերի լվանալն ու շուտ լողանալը կամ տունը փայլացնելը, չէ՞։ Հիվանդագին տեսակետից։ Ինչ է դա նշանակում, որ անընդհատ ձգտում են դեպի Ասեմ, ես ինչ ասում եմ, իմ հիվանդները հաստատում են, որտեղ մենք զգում ենք մեր ներսի աղտոտվածությունը, այդպես մակրությամբ մի քիչ լավ ենք զգում, թեթևանում ենք, բայց որ հիմնական չենք ազատում, անընդհատ դրա մեջ ենք։ Ինչպես ասենք, երբ որ աշխատում ենք հիվանդարանում, ասում արդեն այդ վեճը չէ, պիտի նորմալ մաքրել, բայց այդ հիվանդագինը չլինի։ Կան նման դեպքում լինում են սրտխառնոցներ, գնում են բժիշկների հետո մարզողության ոչ մի բան չկա։ Էդ էլա մաքրում, դա մեր ներքին ախտն է։ Այսինքն, տեսեք, սիմպտոմները մարմնական, բայց հոգուց է գալիս։ Պարոն Նարսիսյան, երբեմն մարդը այսպես եթայացք է նետում, հասկանալու համար որտեղ է սխալվել, հասկանում է, մոտավորապես դուրս է բերում, որ այս իր արարքը, որ խղճի վրա ծանրացել էր, իսկապես ունեցավ հետևանքներ ու մտածում է, թե ինչպես ուղղի։ Ներքին ձայնը, որը միգուցե Որովհետև ինքը ճշտի պատկերով ստեղծված է, երբ որ նա այդ կողմն է թեքվում, այո, ճշմարտությունը ասում է, բայց եթե մեջը շատ սուտ է լցվել, ոչ այնտեղ խիղճ կա, ոչ ամոթ կա, այդ բոլորը կորում է։ Այս սրա մասին է ուզում Չէ՞ հարցնել։ որ ասում ենք, լավ, այս մարդը չի ամանչում, չէ, կորել է այդ զգացողությունը, հիմա կովիդի ժամանակ ոնց է, հոտու համը կորում է, նենց ընդունում ենք հանգիստ, չէ, բայց կորում է այդ պատկերը, դու արդեն դառնում ես նարեկը լավ տմարդ։ Հիմա որ մարդը խիղճը կորցրեց, մեղքը չի էլ Բայց ինքը ընդունում, այլ մարդ չէ, տմարդ արդեն։ սրանով հոգին ծանրացնում է, չգիտակցվում է իր մեղքերը, Աղտոտում է, չգիտակցված են, աղտոտվում է, սևանում է, մտնում է, կյանքը մեջից գնում է։ Ինքը կարող է շատ լավ ամեն ինչ ռոբոտային անել, բայց արդեն այն մարդը չի։ բայց արդյոք չգիտակցված արարքը, որի հետևանքով ինչ որ մեկը տուժել է, բայց այդ արարքը մտածած ինչ է եղել, չգիտակցված է եղել, ծանրացնում է մարդու հոգին։ Ով որ մեկին անում է, թե իրեն, բնականաբար ծանրանում է։ Ոչ միայն հոգին եւ մարմինը, մենք հոգի մարմին ենք։ Նույնիսկ եթե մտածված չի արել, չգիտակցում, ներքի զգացողություն Հա, չունի։ ինքը չունի, սա է հարցը, որ ասեք, տեսեք, գոռոզությունը, որ բացատրում եմ, նոր մարդ տեսնում է, սկզբից չի տեսնում։ Գոռոզությունը քո ճիշտն է, որ դու կանոնը խախտել ես, ոնց որ պարզ երթևեկության կանոնն չես խախտում, չէ՞, դու ասում ես ես կարամ։ Բայց դա արդեն խախտում է, որտեղ իրականում չես կարա։ Այդ միանգամից չի երևում։ Վերջում այդ բոլորը ինչի է բերելու։ Բայց որ բերում է, ասում ես, չէ, աչքեր, նավսեր, հարևանը, այս բոլորը, բայց դու չես տեսնում, որ չէ դու էիր, որ օրենքները խախտեցիր։ Բայց այդ աչքն ու նավսը կա։ Աչքն ու նավսը դա չարն է, բայց եթե դու պաշտպանված ես բարով, ոչ իման դա չի ազդի։ Դու սա գալի մարդը զորեղ է, հա, աստվածային ճշմարիտ, իհարկե ոչ։ Բայց եթե մենք ասում ենք չարը, չէ։ Պարոն Նարսիսյան, երբ մարդը զգում է, որ ինչ որ միտեղ սխալվել է եւ որոշում է դա ուղղել, ներսից նորից իր իսկ հետ սկսում է վիճաբանել, լավ է սարել, դե այդ պահին այդպես է պետք, ուրիշ ինչ կարող է իր անել։ Այստեղ արդեն մենք գալիս ենք, երբ որ դու արդեն շեղված ես ճշտից, ինքնիշխան դու ես, այստեղ չարն է, որ քեզ մտքերով այո հաստատում է, որ դու նման, դու լավ արեցիր, ճիշտ արեցիր, քիչ արեցիր։ Տեսեք, այսօր մենք ինչ որ տեսնում ենք, չէ, չարությունը եւ մարդասպանությունները, ինչի՞ց է գալիս։ Չարությունը հոգեկանիդ մեջ է, չէ, մարդ կա, բոլորիս մեջ էլ ինչ որ չարություն կա, ջղայնանում ես։ Նաեւ որ արդեն անցնում է արդեն սիրտը ու սրտից տարածվում է մարմնին, արդեն մարմնից գալիս է ինչը, չէ, հարվածներ եւ սպանությունը, բայց մինչեւ այդ էլ ինչն է, անեծքը, որը նույնպես չարության դրսևորման ձև է, հա, եւ նմանատիպ այս Տաթևացին է շատ լավ բացատրում, որ հասկանալի լինի, ոնց ասենք, այն մեկն էլ չարուներ, բայց տես այն մյուսը սպանեց գնաց, որտեվ դրա մեջ արդեն պիտի լինի գոռոզությունը, ատելությունը, նախանձը, մարդկային պատկերը կորում է, ես արդեն տմարդ եմ, քեզ չեմ զգում ճանաչում որպես մարդ ու այդ մթագնած վիճակում ամեն ինչ անում եմ, բայց չեմ հասկանում ինչ եմ անում, բայց որպեսզի անեմ, պետք է իմ էությունը փոխվի, չէ։
Այսինքն ստացվում է չարը ինքը նաև ունի հնարավորություն զորեղություն, այսպես ասեմ, մարդու գլխում, մտքում Այո, առաջացնելու սրտում, ասում են, որ մտքա, մտքեր։ այո, իհարկե առաջացնում է մտքեր, դրանք հասկանալի ձևով բժշկության մեջ կպչուն մտքերն են, որ ասենք միտք է գալի, թե միտք է, եւ բոլորը վատ իմաստով, բայց նա այդ բան սարքուն է, էլի, որ ոնց են ասում գլխին սարքեցին, նույն ձևի մարդու գլխին սարքում է, բայց նա սկսում է ուժեղանալ, ակտիվանալ, երբ որ դու ուզում ես գնալ դեպի բարին, այստեղ սկսում է քեզ էլի խաբել, տարբեր միջոցներով, պատկերներով կարաբերի, այստեղ գիտեք ինչն է հետաքրքիրը, որ ինչպես որոշ հիվանդների մոտ լինում է, եւ ինչ որ բանից իր կյանքի ամբողջ պատկերը սենց ժապավենի նման գալիս անցնում է։ Սա ես տեսել եմ առաջինը, երբ որ միավձյա կենտրոնում էի աշխատում, այսինքն սա էլի օգնություն է, որ քեզ հուշում է, որ մի հատ կյանքիդ նայես, որտեղ մահվանից առաջ էլ ամբողջ կյանքդ գալիս։ Դրա համար անհրաժեշտ, որ մաքրենք, մեր միտքը, սիրտը, հոգին մաքրենք, որտեղ երկրային մեր կյանքի մեջ այդ կարևոր խնդիրը։ Չենք մաքրում, դա ազատ ընտրություն է, տեսեք, սա մենք ինչ որ ռեկլամ չենք անում, չենք ասում, մենք ասում ենք սա կա, որ դու շատ բաներ փորձես, տարբեր մեթոդներ փորձես, գնաս արտասահման բուժվես, արդյունք չլի ասես, վայ, ինչ որ մի բան կար, մի հատ էս հոգու լուսամուտը բացեմ, մի հատ նայեմ, դա զգացողությունն է, որը պրոբլեմի ժամանակ Պարոն Ներսիսյան, ասացիք մահվանից առաջ մարդը իր ամբողջ կյանքը ժապավենի նման տեսնում է, դա հավանաբար մի քանի վայրկյաններ նույնիսկ է։ Արդյոք այդ պահին, երբ որ մարդը տեսավ ժապավենի պես իր կյանքը եւ տեսավ, որ այսինչ տեղը սխալվել է եւ այդ, չգիտեմ, մի վայրկյան էլ նույնիսկ չի տևում, զղջաց, սա բավական է։ Այո։ Զղջած նայած ինչը խորեզելա, դրա համար պատահական չի, որ հոգևորականը գալիս է, չէ, մեղքիդ, այդ բոլոր ախր ձևական այնպես բաներ չի։ Սրանք ճշմարտություն իրականություններ են, որը մարդուն անհրաժեշտ է։ Էն էլ հիմա, որ տեսեք եւ աշխարհում, ասենք եւ մեր մոտ, ինչ է ստացվում, սուտն ու չարի խառնուրդը, սա արդեն ինչ հիվանդություն է, ճշտի խառնուրդ, պետք է խառնուրդ չլինի։ Մենք ստեղծված ենք դրա համար, հնարավորությունը ունենք, եւ դա իրական է։ Ուղղակի ընտրությունը քոնն է, ընտրության համար էլ տեսեք պետք է պրոբլեմ լինի, երբ որ դու առողջ ես, ասում ես ինձ ինչ ա եղել, տալ գիտեմ, ճիշտ եմ էլի, շուտ բան են ասում, հա։ Ասացիք, որ մահվան ժամանակ պատահական չէ եւ ձևական չէ, որ հոգեբորականը գալիս է, դուք նկատի ունեք մարդու կյանքի վերջին պահերին, երբ մեղքերի թողություն է անում, թե արդեն հոգեհանգստին։ Չէ, հենց երբ որ կենթանի ալա, դա շատ կարևոր է։ Շատ կարևոր է, որ դու այդպիսի դեպքեր ես ունեցել եմ, չմտածեն ես հոգևորական չեմ, երբ որ Նարեկի աղոթները լսելուց մարդը իրան ճանաչել է, տեսել է իր չարությունը։ Եվ մարդկանց ասել է գնացեք ներողություն խնդրեք։ Սրանք իրական բաներ են, իրականություններ են, ոչինչ տեսեք, ես ինքս բժիշկ եմ, դիագնոզներն էլ լավ գիտեմ, հիվանդություններն էլ լավ գիտեմ։ Ուղղակի մեր բժշկությունը սրտի որպես, հոգևոր մարմնական, չէ մտքին, որ գալիս է սրտից, որովհետև մեր խոսքերը, մեր ամեն ինչը գալիս է մեր սրտից։ Չէ՞ որ ասում են, սենցա, բայց ասում է սիրտը բարի արավն է։ Չէ՞ ունի։ Իսկ սիրտն էլ, այո, կարելի է կարգավորել, միտքը, սիրտը։ Հոգեբանն էլ է օգնում կարգավորելու ամեն ինչ, եթե դու դիմում ես խնդրեմ, բայց նա հիմնովին դու չես կարող մեղքից մաքրվել։ Մարդու ցանկությունները, մեղքերը, ամեն ինչը սրտի մեջ է ասածը։ Բայց նաև ասում են աչքերը հոգու հայելին են, արդյոք քարացած սրտի մեջ հոգու հայելին են, որովհետև այստեղ տեսեք, ոնց որ ասեցի, իրանք փոխկապակցված են, որ այդ ամեն ինչը այո դեմքին երևում է, որովհետև իմ աշխատանքների ժամանակ մի մեթոդ էլ ավելանում է զուգահեռ, կա փսիխակոսմետիկա, մարդ սկսում է սիրունանալ, հոգին բացվում է, պայծառանում, լուսավորում է։ Դե կանանց մոտ դա շատ այսպես է ցանկալի երևույթ է, որովհետև մաշկը հոգու հետ շատ կապ ունի։ Դա ես անվանում եմ հայկական փսիխակոսմետիկա, որտեղ այլ տեղեր Ֆրանսիայում չկա։
Պարոն Ներսիսյան, խոսենք քաոսի մասին, մենք այսպես մենք մեր զրույցում թռուցիկ խոսեցինք քաոս, անդրադարձանք սրան, քաոս է իմ հոգում, այդպիսի, Կայուն։ այո, սա ինչ զգացողություն է, ինչից է առաջանում այս քաոսը, եւ ինչու ենք այսօր մենք բոլորս խաոտիկ միջավայրում գտնվում, առավոտյան արթնանում ես եւ չգիտես ինչ սպասել, արդյոք սա քաոսը չէ, եւ այս քաոսը թելադրված է մեր ներսի քաոսից, թե հակառակը։ Տեսեք, քաոսը ինչ է նշանակում, կարգավորվածության բացակայություն, հա, այդպես տերմիններ կա, էնտրոպիա, նեգատիվ էնտրոպիա, չխորանանք դրա մեջ։ Այսինքն, հիմա պատկերացրեք, որ մենք 10 հոգի ենք այստեղ, հա, ձեր ստուդիայում, ու ամեն մեկս պես համարում ենք, որ ես ճիշտ եմ։ Մենք կարող ենք իրար հետ շփվել։ Չէ՞։ Չէ, որ չեք կարող։ Նայեք, Չենք կարող, որտեվ ամեն մեկը այդ գոռոզությունն է, ինքը չի զգում, բայց համարում է ինքը ճիշտ է, դուք պիտի ինձ լսեք ենթարկվել, ես էլ ասում եմ, չէ, ես էլ դուք պիտի անեք։ Քաոսը այդ անկարգավորվածությունը հենց գալիս է, երբ որ չկա այն ճշմարիտ կանոնը, չէ՞, ոնց որ Քրիստոսը չի ասում, ես եմ ճանապարհը, ես եմ ճշմարտությունը, ես եմ կյանքը։ Եթե այդ ճշմարտությունը, չէ, ոնց որ երթևեկության մասեցի չկա, սա բերում է քաոսի։ Դու դառնում ես ուրիշը, որտեղ դու համարում ես քեզ ճիշտ։ Հիմա նույնը երթևեկության մեջ, երբ որ իրար դեմ դուս են, չէ, գալի հաճախ ձեզ, չգիտեմ, պատահել է ձեզ, չէ։ Ինքը որ ավելի թանկ մեքենա է, վերևի սենց նայում է անընդհատ, այսպես ձայնային անդանք գիտեմ, ես ձեզ ասեմ, պարոն Ներսիսյան, ես որպես վարորդ իմ փորձով ձեզ հետ կիսվեմ, ամենաթանկարժեք մեքենաները շատ ավելի զգուշավոր են վարում մեքենա, շատ ավելի հաճախ են զիջում։ Ճիշտ է, ինչի համար, որտեղ թանկարժեք է, որպեսզի չվնասվի, հանկարծ խաչ չլինի, բնական է։ Բայց զիջում են նաև շատ ավելի հաճախ, որովհետև նրանք վարում են միգուցային մեքենան, որին ձգտել են, այսինքն ինքնաբավարարում ունեն, ինքնահաստատված են, կայացած մարդիկ են ավելի միգուցե։ Բայց չեմ կարող ասել, հնարավոր է, բայց ես ավելի նայում եմ, որովհետև դա թանկարժեք է, եթե ասենք ինքը խազվեց, վաղը այդ գին ընկնելու է, չէ։ Դրա համար է զգույշ քշում։ Եվ ոչ մեծահոգությունից։ Չեմ կարող, միգուցե ինչ որ մեկը մեծահոգի է, բայց այդ ամեն ինչը պիտի հավատ լինի, որ լինի, մենք չգիտենք այդ վարողը ինքը ունի, թե չէ, դրա համար այսպես կոնկրետ չենք կարող ասել։ Բայց ցավը նրանում դա, որ մենք մեզ թանկարժեք չենք գնահատում եւ մեր մեքենան տեն չենք վարում, չէ։ Մարմինի նկատի ունեք։ Այո։ Եվ հոգին ու մարմինը տեն չենք վարում։ Մի փոքր հարցի վրա կարող եք, չէ, այսպես վնասվել, դիմացինի վնասել կամ իրանից վնասել չպաշտպանել, հենց խնդիրը դա է, որ մեզ պիտի նայենք այդ պատկերը եւ այդ բարձը դասենք նյութից, որ այսօր չէ ավելի նյութականություն, Նարեկը լավ ասում է զուտ մարմին դառած է։ Ասեք մարդը նյութ է դարել, եթե մարմին եմ, ինչ անշնակում, պետք է լցնեմ ուտեմ ու մարմնին հագնեմ մենակ, չէ։ Բայց սա արդեն քեզ տանում է քարսիրտ ես դառնում, դու չես զգում, որտեվ դրանից որակը փոխվել է, դու արդեն կարեկցանքել չունես, չես ընդունում, ոչ մեկ քեզ չէ, մենակ դու ես։ Պարոն Ներսիսյան, գեր մարդիկ ինչու են գիրանում, ինչու են ուզում շատ ուտել, դուք ասացիք ուտում է սնունդ, մինչդեռ նա հոգևոր սննդի կարիք ունի, գիրանում է եւ նորից ունի ցանկություն, որտեվ հոգին է քաղցած։ Այսպես միանշանակ, քանի որ ես բժիշկ եմ, չեմ կասել, որ բոլորի մոտ նույնն է, հա։ Նու այսպես հոգեբանորեն ասում են, որ գիրությունն էլ նաև պաշտպանության նշան է, երբ որ, բայց վերջին հաշվով, եթե դու Աստծո պաշտպանությունը ունես, չէ, այդ պաշտպանության կարիքը չկա, բայց հաճախ այդ բոլորի տակ, այո, որոշակի այդ մեղքի ֆոնը կա, որ դու կոմպենսացնում ես ուտելով, հագնելով, ասենք, թերարժեքության մեջ դու ուզում ես ցույց տաս, հաստատվես։ Այսպես նման բաներ, այսպես ընդհանուր ֆրազաներով պետք է դու անհատական, ասենք, անալիզ անես, ու ամենակարևորը, որ տեսեք, երբ որ ես ճանապարհում ամարտ ամեն ինչ ընդունում է, ինչ է ընդունում, որտեվ ինքը ճշտի պատկերով է, զգացողություն ունի ճշտի ու հանգստանում է, ճիշտն է հանգստացնում, իսկ սուտը հակառակը լավ բաներ չի անում, շատ վատ։ Պարոն Ներսիսյան, կարող ենք մեկ նախադասությամբ ամփոփելով մեր զրույցը ինչ որ մի կողմնորոշիչ բան տալ մեր հետևորդներին, ինչպես մարդը հասկանա, որ ինքը ճիշտ ուղու վրա է, ճիշտ տեղում
ճիշտ զբաղմունքով է զբաղված, ինչից պիտի հասկանա, երջանկության զգացողությունն է դա, ներքին հանգստությունն է դա, ինչն է, որ նրան պիտի հուշի, որ այո, ճիշտ ուղղությամբ ես ընթանում։ Դուք մասամբ պատասխանեցիք, որովհետև ասենք, երբ որ մարդ այդ վիճակների մեջ է լինում, ասում է, բան չեմ ուզում, մենակ հոգիս հանգիստ լինի, որովհետև ինքը այդ անհանգստությունը, չէ, տագնապը, մահվան վախը, երբ որ զգում է, չէ, իր համար առաջնային արժեքավոր դառնում է հոգու հանգստությունը, լավատեսությունը, սրտի ուրախությունը։ Դեք ուրախությունը սրտից է գալի, այդ դեմքի միմիկան չի, որ մենք գնում ենք այդ նայում ենք այդ բան, այսպես ժպտում ենք, դա ուրախություն չի, դա միմիկայի խաղ է։ Եվ շատ անգամ որ ասենք տեսնում ենք այդ դերասանները խաղում են, չէ, վայ, այսպես ծիծաղում են, դա դիվական ծիծաղ է։ Դա ուրախություն չի։ Ուրախությունը պետք է սրտից գա քեզ բավարարի։ Այսպես տարօրինակ բաներ եմ ասում, դա ես չեմ ասում, ես ուղղակի փոխանցում եմ։ Այսինքն Տաթևացին է շատ լավ բացատրում այդ բաները, ոչ միայն Տաթևացին, որովհետև այդ կարգի հարցերը, ասենք որ մենք տեսնում ենք, չէ, մեկը շատ էսպես կամ մի երանգ է դիվային ծիծաղիչ։ Դիվային այդ ժպիտը նաև Լեոնարդո դա Վինչի հայտնի կտավի մեջ ոնց է ինքը էսպես բանանը։ Հա, այսպես Բեղը վերև։ այո, այդպիսի բաներ կա, որ ասենք սա դիվականություն տա, ասենք ժամանակը շատ չի դրա մասին էլ կարելի է խոսել, որ դիվանականությունը մի հատ այդ սուր բաները չի։ Հա, անդրադառնալով մեր հարցին վերջին ինչն է, որ ամենակարևորը, երբ որ ինչ որ բան դու զգում ես անջի, մտահոգ ես, խնդրի առաջ ես, արի դեպի հոգուտ կողմ, որտև այնտեղից է գալի։ Դու այնտեղ կարող ես ճիշտ շատ հարցի պատասխանը տեսնես, այլապես կմոլորվես։ Որտև վերջին հաշվով ցանկացած գործի երևույթի հարցերի մեջ, եթե դու ճշտից շեղվում ես, խախտվում է, չէ, ամեն ինչը ներդաշնակությունը։ Սա է, որտև մեր էությունը խոսք է, մեզ պետք է ճիշտ խոսքը։ Աստծո խոսքն Նարեկի մեջ շատ կարևոր է, որովհետև տեսեք, այսքան տարիներ փորձվար, եթե ասենք դուք նայեք իմ կարգում, մարդիկ լսելով իրենք գրում են, ասենք մեկը գրել էր այդպես, որ ես բար ժամանակներում այդ Նարեկի խոսքը լսելով, էս ամենակ ինձ հանգստացնում։ Որովհետև հոգին այդ սնունդը պիտի ստանա։ Մնացած բաներով ինքնախաբեություն է, մենք պես խաբում ենք։ Որտեղ վերջին հաշվով մեկը չես հանգստանա։ Մարմնին իր սնունդը պիտի տանք, հոգուն էլ իր սնունդը։ Եթե փոխեցինք, չի լուծվում։ Լսեք ձեր սիրտը, գնացեք հոգու ետևից։ Հոգով, մտքով, սրտով։ Տեսեք, պատահական չի, Աստծուն հավատում ենք հոգով, մտքով եւ սրտով։ Մտքով մենք գիտենք, բայց այդ զգացողությունը, որը շատ լավ զգում են երեխաները մեզնից լավ։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես էլ ուրախ եմ, ոնց որ սկզբում ասեցի, որ դուք շատ այդ չերևացող խորհրդավոր հարցերն եք վերհանում այսօր, որովհետև շատ անհրաժեշտ է մեր ազգին այս բարդ իրավիճակներում։ Նորից ենք հանդիպելու։ Սիրո։ Հետևեք ձեր սրտի ցանկություններին, մտքի ընթացքին եւ ականջալուր եղեք ձեր հոգու հուշումներին։ Որպես վերջաբան, պարզապես հիշեցնեմ, որ դուք կարող եք բաժանորդագրվել մեր YouTube անալիքին, մեզ գտնել նաև այլ սոցիալական հարթակներում։ Ես եւ պարոն Ներսիսյանը սպասելու ենք ձեր հարցադրումներին մեկնաբանությունների բաժնում։ Մնացեք խաղաղությամբ, հանդիպելու ենք։